Շիրակի մարզի 4 համայնքներում մինչև տարեվերջ կանցկացվեն հերթական թիմ ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է Ախուրյան եւ Արթիկ համայնքներում ընտրությունների անցկացման ժամկետները։ Երկու համայնքներում էլ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 25-ին։ Մյուս երկու Աշոտսկ եւ Ամասիա համայնքների ընտրությունների հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն։ Որոշել ենք, որ Ախուրյան եւ Արթիկ համայնքներում լինելու է հոկտեմբեր ամսին, Աշոտսկի եւ Ամասիայինը հետագայում կնշենք, թե երբ է լինելու, որ կարողանանք 4 համայնքներին միաժամանակ չկիսվել ու երկու համայնքներով անել, որ ավելի թեթև ստացվի, ավելի լավ ստացվի։ Առաջիկա ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուների անունները եւս դեռ չեն հրապարակվել։ Մարզպետի խոսքով թեկնածուների հարցը քննարկվել է կուսակցության ներսում, իսկ վերջնական որոշումը պետք է կայացնի ՔՊ վարչությունը։ Բնականաբար սյուրպրիզներ չեն լինելու, երբ որ վարչությունը կհաստատի, ընթացակարգ կա, վարչությունը պիտի հաստատի մարզպետի ու նախարարի առաջարկությունը, այդ ժամանակ նոր կհրապարակենք ովքեր են լինելու Ախուրյանում եւ ընդհանուր 4 համայնքներում մեր թեկնածուները։ Արթիկի դեպքում սակայն Արուշանյանը հստակեցրել է կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով եւ չի պատրաստվում կրկին կոալիցիոն ձևաչափով հանդես գալ։ Թիմի արդեն մենք 5 տարի ունենք Արթիկում համայնքապետ ու այս ժամանակահատվածում ահռելի աշխատանքներ են տարվել, եթե չեմ սխալվում, վերջի 5 տարիների ընթացքում 20 միլիարդից ավել ներդրումներ են եղել Արթիկ համայնքում, որը մեզ վստահություն է ներշնչում շատ ավելին, քան 21 թվականին ենք ունեցել ու մենք չենք էլ մտածում կոալիցիաների մասին։ Գյումրու վերաբերյալ շրջանառվող հնարավոր արտահերթ ընտրությունների եւ համայնքի խոշորացման մասին խոսակցությունները մարզպետը չի մեկնաբանել, փոխարենը նշեց, որ այս պահին քաղաքացիական պայմանագիրը կենտրոնացած է հոկտեմբերին կայանալիք ընտրությունների վրա։ Այն որ Գյումրիում խնդիրը լուծման կարիք ունի, միանշանակի այն որ Գյումրիում խնդիրը լուծվելու է, այդ էլ է միանշանակ։ Այս վիճակով պահել ու շարունակել այն ինչ ունենք Գյումրիում, իրականում անթույլատրել, որովհետև դրա շահառուները հենց գյումրեցիներն են ու մեր քաղաքի բնակիչներն են։ Միայն կարող եմ ասել, որ այն ինչ տեղի է ունենալու, բնականաբար տեղի ունենալու Հայաստանի Հանրապետության օրենքների սահմաններում ու օրենքով տրված մեր հնարավորությունների սահմաններում։ Դավիթ Արուշանյանն ավելացրեց, որ Գյումրիում առկա իրավիճակը լուծման կարիք ունի եւ քաղաքում հետագա գործընթացները տեղի կունենան օրենքով սահմանված կարգով։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ավարտվել են 2 շաբաթ շուտ, օգոստոսի 14-ին նախատեսված, օգոստոսի 29-ի փոխարեն։ Ծրագրի պատասխանատուներն ընդգծել են, որ իրականացված բոլոր աշխատանքների առաջնային նպատակը երթևեկության անվտանգության բարձրացումն ու քաղաքացիների համար առավել անվտանգ ու հարմարավետ պայմանների ապահովումն է։ Մասնավորապես վերականգնվել են դեֆորմացիոն կարերը, վերականգնվել եւ ներդրվել են ջրահեռացման ու ջրամեկուսացման համակարգեր, տեղադրվել են նոր ցինկապատ արգելափակոցներ, լուսավորության սյուներից էլեկտրական մալուխներն ապամոնտաժվել եւ տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիտահորեր, տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը, ասֆալտապատվել են 2 կողմերի մայթերը, իրականացվել են ճանապարհային գծանշման աշխատանքներ։ Դեֆորմացիոն կարերի հատվածում օգտագործվել է պոլիմեր բետոնային հատուկ նյութ, որը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ։ Այն նախատեսված է տրանսպորտային միջոցների անցման ժամանակ հարվածներն ու տատանումները հնարավորինս նվազեցնելու, կամրջի շահագործման անվտանգությունն ապահովելու եւ երթևեկությունն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի եւ հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման, ինչպես նաեւ նախատեսված մյուս աշխատանքները առանց երթևեկությանը խոչընդոտելու։ Վարչապետը կարևորել է Հայաստանում կամուրջների կառուցման եւ հիմնանորոգման ծրագրերը եւ ընդգծել, որ կառավարությունը նախատեսում է 26-31 թվականների ընթացքում կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ։ Կիևյան կամուրջը վերջին անգամ հիմնանորոգվել էր 1995 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ջրահեռացման խնդիրները լուծելու նպատակով։ Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքային իշխանության եւ տրանսպորտի ու շինարարության նախարարության համագործակցությամբ։ Հիմնանորոգումն իրականացվել է 20 տարվա երաշխիքով։
Կառավարության ծրագրում գրած է, որ 26-ից 31 թիվը 40 հատ կամուրջ է Հայաստանում բանալելու, հիմնանորոգելու կամ կառուցելու 40 հատ կամուրջ։ Մեկը հիմա գիտեք, նույնիսկ մայրուղիների վրա կամուրջներ կան, որ մարդիկ չեն էլ նկատում, որ կամուրջը։ Ասենք Երևան, Սևան մայրուղի վրա ասպես նկատելի չէ, որ կամուրջ է, բայց 40 կամուրջ, ասենք 5 տարվա ընթացքում թիվը 40 կամուրջ։ Ասենք ամեն տարի միջին ստացվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, միջուկային բժշկության ազգային կենտրոն։ Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին։ Կենտրոնը 2025 թվականին վերազինվել և ընդլայնել է իր գործունեության շրջանակը։ Պետական բյուջեի միջոցների հաշվին ներդրումը կազմել է ավելի քան 1 միլիարդ 444 միլիոն դրամ։ Կենտրոնի մասնակի վերանորոգման շինարարական աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 36 միլիոն դրամ։ Ձեռք են բերվել ավելի քան 1 միլիարդ 407 միլիոն դրամի սարքավորումներ։ Պետական բյուջեի հաշվին կատարված ներդրումների շնորհիվ կենտրոնը համալրվել է նորագույն թվային ՊԵՏ-ՀՏ համակարգով բարձր դասի սոնոգրաֆիկ ու մամոգրաֆիկ սարքավորումներով, կոլոնոսկոպիկ ու կոլպոսկոպիկ համակարգերով, ինչպես նաև անխափան սնուցման սարքավորումներով։ Միջուկային բժշկության ազգային կենտրոնը եզակի մասնագիտացված կենտրոն է, որը համալրված է բելգիական ABA ընկերության արտադրության ցիկլոտրոնով։ Կենտրոնի զարգացման շրջանակում արդեն իսկ իրականացված մրցութային գործընթացների արդյունքում ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ թերանոստիկ բժշկության զարգացման նպատակով։ Ըստ պատասխանատուների ենթակառուցվածքային և տեխնոլոգիական ստեղծված հնարավորությունները կարևոր նախադրյալներ են միջուկային բժշկության ախտորոշիչ և բուժական ուղղությունների հետագա զարգացման, նոր ռադիոֆարմ պրեպարատների կիրառման, թերանոստիկ մոտեցումների ներդրման, ինչպես նաև համապատասխան մասնագիտական ներուժի ձևավորման համար։ Երևանի կա եւ միատեղ դիագնոստիկայի կենտրոնը, այստեղ հարաբերական դիագնոստիկայի կենտրոն։ Այստեղ կան վարչապետը կոլպոսկոպիկ հետազոտությունն է, որը էլի կանանց արարողի քաղաքերի կանխարգելման ուղղված միջոցառում է, եւ սկրինինգային ծրագիր է, որի ընթացքում կանայք հետազոտվելով HPV վիրուսի հայտնաբերումով եւ կոլպոսկոպիկ հետազոտությամբ հնարավոր ամենասկզբնական փուլերում հայտնաբերել արգանդացիկ քաղցկեղը եւ հետեւաբար ավելի արդյունավետ եւ ավելի քիչ ծախսատար բուժումով ապահովել կանանց առողջությունը։ Սա սոնոգրաֆիկ սարքավորումն է։ Սա նորագույն, լավագույն դասի սոնոգրաֆիկ սարքավորումներից մեկն է։ Սկսել աշխատել։ Նոր հետազոտությունները Կրծքակի քաղցկեղը, եթե ժամանակին հայտնաբերվի, 100% լավացության կարող են հասնել եւ կանանց կյանքի որակը եւ տևողությունը երկարացնել, իսկ առանց մամոգրաֆիայի դա հնարավոր չէ, որովհետեւ կան փոքր միկրոկարցինոմներ, որոնք օրինակ սոնոգրաֆիայի հնարավոր չէ հայտնաբերել, եւ այս սարքը թույլ է տալիս միլիմետրի հասնող փոփոխությունները նույնիսկ հայտնաբերել եւ արհեստական բանականությունը օգնում է նաեւ բժշկին բաց չթողնել այդ ամենափոքր եւ լավ օգտագործել։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ռուբեն Ռուբինյանին շնորհավորել եւ ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում հաջողություն է մաղթել Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնզալես Ալեմանը։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի եւ Արգենտինայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների միջև ձևավորված փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտը։ Անդրադարձ է եղել Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են բարեկամական խմբերի եւ երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում։ Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Արգենտինայի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ Նորընծած սպաներն ավարտել են ռազմական ակադեմիան։ Այս առթիվ կազմակերպվել է միջոցառում։
Միջոցառման ընթացքում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել Ռազմական ակադեմիայի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը։ Այսօրը հիշարժան է ոչ միայն նրա համար, որ Հայաստանի Հանրապետության բանակ են մտնում նոր սպաներ, այլ նաև նրանով, որ սա մեր բարեփոխումների առաջին փաղանգն է, արդյունքում ձևավորված առաջին սպաների խումբն է, որ մտնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Այս տարիների ընթացքում մենք փոփոխություն ենք կատարել Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի կրթական, կազմակերպական մի շարք ուղղություններում, որը մեզ հույս է տալիս, որ զուգորդվելով սպաների կենցաղային ապահովման, բնակապահովման ծրագրերի բարելավման հետ, նոր որակ կհաղորդի մեր սպայական անձնակազմին ու մեր բանակին։ Մենք ջանք ենք դրել, որպեսզի դուք մտածելու քիչ բան ունենաք, սիրելի սպաներ, որ դուք իմանաք, որ առաջին իսկ օրվանից ունեք տանիք ձեր հարազատների համար։ Եվ կարծում եմ տարիների ընթացքում այս կարևոր ավանդույթը ավելի է ամրացնելու եւ ուժեղացնելու մեր սպաների կամքը։ Վաղաշապատում տեղական տուրքերի հավաքման ցուցանիշը գոհացուցիչ է։ Ժուրնալիստների ասպարեզ ակումբը տեղական տուրքերի մոնիտորինգ եւ հնարավոր եկամտային ստվերի բացահայտում ծրագրով դիտարկումներ է իրականացրել Էջմիածին քաղաքում եւ Մրգաստան, Արշալույս, Գեղակերտ գյուղական բնակավայրերում։ Արդյունքների մասին զեկույցի նախնական տարբերակը քննարկվեց Վաղաշապատի համայնքապետարանում։ Վաղաշապատի դեպքում պատկերը շատ լավն էր, եթե կարելի է այդպիսի բառեր օգտագործել, զեկույցի մեջ կա էլի գրած է ամբողջը, այն ինչ մենք արձանագրել ենք մեր դիտարկած տարածքներում, 3 գյուղերում ամբողջությամբ եւ Վաղաշապատի կենտրոնում, խոշոր կենտրոնը էլի, բարձվեց համայնքապետարանի ցուցակներում տուրք վճարողների բոլորը առկա են։ Մեր ցուցակները ուղղակի դրել համադրել են բոլորը կային։ Ծրագրի տեսչական թիմն ուսումնասիրել է ծխախոտային ալկոհոլային արտադրանքի վաճառքը եւ սննդի մատուցման ծառայություններն ու արտաքին գովազդը։ Երիտասարդները շրջել են փողոցներով ու բակերով եւ արձանագրել գործող օբյեկտները։ Օգնել է նաեւ համայնքապետարանը, տրամադրելով տուրքերի վճարողների ցուցակները։ Դիտարկողների եւ համայնքապետարանի ցուցակներում տարբերություն գրեթե չի նկատվել։ Բյուջետային բաժնում չեն զարմանում, իրենց ամենօրյա վերահսկողությունը տնտեսվարողին խուսանավելու տեղ չի թողնում։ Մեզ չի որ կարա մեկը ոգելի ծխախոտի խանութ ունենա կամ գովազդանի, տեսուչը կուրսի չնի։ Տեսուչի գործառույթը տենալուց անապահ տեղեկացնում է ԱՑ-ի կամ ՍՊ-ի մասին, բոլոր օբյեկտները կոնկրետ իրաց վարչական տարածքներում հատիկ առատիկ հաշված է դրանց մասով, ովքեր ՀՎ-ներ ունեն, ովքեր հարկեր են վճարում, բոլորը ասենք կոնտրոլի տակ է։ Հաշվի առնելով, որ գյուղական բնակավայրերում առևտուրն այնքան էլ ակտիվ չէ, Վաղաշապատի ավականին գյուղերում ծխախոտային ալկոհոլային արտադրանքի վաճառքի եւ սննդի մատուցման ծառայության համար տեղական տուրքերի եւ վճարների փոքրինչ նվազգին է սահմանել։ Դա պարտավորեցնում է տնտեսվարողին չմոռանալ վճարումների մասին։ Տնտեսվարողներն էլ գիտեն, որ բարեխճորեն պետք է կատարեն։ Դա կլինի ալկոհոլային, ծխախոտային կամ թեկուզ ռեկլամի գովազդային վահանակների համար, ասենք կարող է տես լինեն մարդկա, որ մի քիչ մոռանա կամ ասենք մի երամսյակ չմուծի բան, բայց հենց համայնքային աշխատողները պատշաճ իրազեկում են, մենք իմանում ենք, որ անմիջապես դա կատարում է, դրա համար այդ ցուցանիշները մեր մոտ ավելի լավ են։ Արտաքին գովազդի դեպքում չգրանցված գովազդները գրեթե ամենուր են, ասում է Լևոն Բարսեղյանը։ Եթե խոշոր գովազդատուները տուրքերի վճարման հարցում պարտաճանաչ են, փոքրերը ոչ այնքան, որովհետև ուշադրությունից դուրս են։ Ըստ Բարսեղյանի տեղական տուրքերի ցանկն ընդլայնելու անհրաժեշտություն կա։ Հյուրանոցային, հյուրատնային կամ հոստելային բիզնեսը հաճախ նաև սննդի ծառայություն է մատուցում այդտեղ մնացողներին, սովորաբար նրանք տեղական տուրքի սննդի օբյեկտի տուրք չեն վճարում։
Ինչը մենք հուշում հիշեցնում ենք, որ գիտեք, նրանք էլ են սննդի օբյեկտ այդուհանդերձ, էլի կապ չունի դրսից ծառայություն մատուցում են եկողներին, թե միայն կենվորներին են մատուցում։ Այսպիսով ծրագիրը փորձում է բացահայտել տեղական տուրքերի պոտենցիալը եւ համայնքային իշխանությանը թարմացված ցանկ ներկայացնել։ Խոշորացույցի տակ են նաեւ մայթերի վրա կամ զբոսայգիների եզրերին իրականացվող սննդի ծառայությունները։ Դրանց ցանկը եւս ներկայացվել է համայնքապետարան իրենց ունեցածի հետ համեմատելու համար։ Մոնիտորինգ իրականացնողներն ի դեպ տնտեսվարողներին չեն անհանգստացրել։ Դրանց օբյեկտներ ելումուտ են արել որպես հաճախորդ։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպության անդամ երկրները Հայաստանը համարում են ՀԱՊԿ դաշնակից։ Հայաստանն ի սկզբանե եղել է ակտիվ եւ ներդաշնակ անդամ պետություն, արժանի ներդրում ունենալով հավաքական ներուժի ամրապնդման գործում, եւ ՀԱՊԿ անդամ պետությունները նախկինի պես այդ երկիրը դիտարկում են որպես կազմակերպության դաշնակից, ասել է Թալատբեկ Մասադիկովը։ Նա նաեւ նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները բազմիցս հաստատել են Երևանի հետ առանց բացառության բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությունը, որոնք վերաբերում են համատեղ աշխատանքներին հայկական կողմի լիարժեք մասնակցության վերսկսմանը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մտադիր է շուտով Հորմուզի նեղուցը հռչակել Միացյալ Նահանգների տարածք, երբ ռազմական գործողությունները դադարեն։ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Միացյալ Նահանգները վերահսկում է ռազմավարական նշանակություն ունեցող այդ ջրուղին եւ շարունակում է Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը։ Ոչ մի նավ չի անցնում նեղուցով, եթե մենք դա չենք ցանկանում, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նաեւ հավելել է, չի մոռացել, որ ՆԱՏՕ-ն օգնության չի հասել ԱՄՆ-ին Իրանի հարցում։ Թեհրանից հերքել են հայտարարելով, որ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի ամբողջական կառավարման եւ վերահսկողության ներքո, եւ որ առանց Իրանի թույլտվության որևէ առևտրային նավ չի կարող անցնել այնտեղով։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին արձագանքել է Թրամփի վերջին հայտարարություններին։ Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ոչ թվիթով, ոչ ավիակրով, ոչ հրամանարձակելով, ոչ էլ նախընտրական ելույթով։ Իրանը ոչ վախենում է սպառնալիքներից, ոչ էլ ընկրկում ուժի ցուցադրության առաջ ասված է Ղարիբաբադիի հայտարարության մեջ։ Իրանի արտգործնախարարն էլ նշել է, որ հրադադարի մասին պայմանավորվածություններն այլևս չեն գործում։ Դրա համար Աբաս Արաղչին մեղադրել է Վաշինգտոնին։ Նա հավելել է, որ այժմ որպես այդպիսին բանակցություններ չեն ընթանում, չնայած միջնորդ երկրները երբեմն հաղորդագրություններ են փոխանցում Թեհրանին։ Արաղչիի խոսքով Վաշինգտոնի հետ քննարկումները վերսկսելու ծրագրեր դեռ չկան։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները, Դաշնությամբ տեղեկացրել է, որ գիշերը ոչնչացվել է ուկրաինական շուրջ 600 անօդաչու թռչող սարք։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Վորոնեժի, Լենինգրադի, Նովգորոդի, Ռոստովի, Ռիազանի, Մոսկվայի եւ այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, ինչպես նաեւ Ազովի եւ Սև ծովերի տարածքները։ ՊՆ տվյալներով Ուկրաինայի զինուժի գիշերային հարձակումը դարձել է տարվա ամենազանգվածայիններից մեկը։ Սամարայի մարզին հարվածների հետևանքով արտադրական օբյեկտ է վնասվել, կան զոհեր, ԱԹՍ-ներ են արձակվել նաեւ մայրաքաղաք Մոսկվայի ուղղությամբ։ Մի շարք օդանավականների աշխատանքը Երևանից սահմանափակվել է։ Այս ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին զրուցել է Եգիպտոսի նախագահի հետ օրակարգում, մասնավորապես եղել են պարենային անվտանգության ոլորտում մարտահրավերները եւ Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը։ Ուկրաինան Եգիպտոսի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արևելքի շատ այլ երկրների համար սննդամթերքի խոշորագույն մատակարարներից մեկն է, սակայն ռուսական հարվածների պատճառով մատակարարումները մեծ սպառնալիքի տակ են հայտնվել, մանրամասնել է Ուկրաինայի նախագահը։ Նա տեղեկացրել է, որ քննարկվել է նաև էներգետիկ ոլորտում երկկողմ գործակցության հարցը։ Ինդոնեզիայում 7.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, առնվազն 20 մարդ է զոհվել։ Ստորգետնյա ցնցումները սկսվել են Ֆլորես կղզուց ոչ հեռու։ Երկրաշարժի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, դպրոցներ, բուժհաստատություններ եւ այլ շինություններ։ Լրատվամիջոցների տվյալով իշխանությունները երկրի 3 նահանգում նաեւ ցունամիի սպառնալիք են հայտարարել, իսկ մարդկանց կոչարել չմոտենալ ափին եւ թաքնվել անվտանգ վայրերում։ Խորվաթիայում էլ զանգվածային հրդեհներ են, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է, հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են։ Տեղական ԶԼՄ-ներն աննախադեպ են որակում մոլեգնող անտառային հրդեհները եւ վնասի ծավալները։ Խորվաթիայի ոստիկանությունը զգուշացրել է վարորդներին հնարավորության դեպքում չճանապարհորդել Օմիշի շրջան, քանի որ այնտեղ այժմ աշխատում են մեծ թվով հրշեջ եւ փրկարարական մեքենաներ։ Չեռնոգորիայում եւ Ալբանիայում եւս հրդեհներ են։ Կրակի տարածմանը նպաստում են շոկ եղանակը եւ քամիները։ Դիանա Գասպարյան։ Երևանից 149-ը, Իջևանից ընդամենը 11 կիլոմետր հեռավորության վրա Երևան-Իջևան-Բերդ ճանապարհի աշկողմում է Ազատամուտը։ Սահմանամերձ այս բնակավայրն առաջին հայացքից սովորական գյուղ է իր առօրյայով ու մարդկանց հոգսերով։ Բայց այստեղ տարիներ շարունակ ամենասովորական թվացող մի բան՝ ջուրը առանձին սպասման թեմա է եղել։
Ջուրը ժամով էր գալիս 1.5-2 ժամ, մարդիկ պետք է հասցնեին լցնել տարաները, հավաքել հաջորդ օրվա համար, իսկ ամռանը նույնիսկ այդ մի քանի ժամը երաշխավորված չէր։ Այսօր սակայն գյուղում շրջօրյա ջրամատակարարումն այլևս իրականություն է։ Ազատամուտն առաջին անգամ ունի 24-ժամյա ջրամատակարարում։ Ես Ազատամուտում ծնվել մեծացել եմ ու ամբողջ մանկությունս անցել է տարբեր տեղերից տուն ջուր բերելով, դույլերով։ 40 տարի եւ ավել Ազատամուտում ջուր չի եղել խմելու։ Անցած տարիներին ամառվա 3 ամիսների ընթացքում հիմնականում շատ մեծ էր ջրի խնդիրը, ժամանակ ա եղել, որ 4 ժամյա մատակարարում ենք ունեցել, թաղամաս առ թաղամաս։ Մի օր մի թաղամասը, մի օր մի թաղամաս։ Հիմա 24 ժամ անընդհատ լավ ուժեղ խոսքով ջուր ունենք։ Ազատամուտը ձևավորվել է 1970-ական թվականներին բենտոնիտի գործարանի աշխատակիցների համար։ Այսօր այստեղ շուրջ 3450 մարդ է ապրում, Վեոլիա ջրի բաժանորդների թիվը 768 է։ Բայց գյուղի առաջին բնակիչների հիշողություններում ջուրը մի սահմանափակ երևույթ է եղել, ջուր, որի գալուն սպասել են, պահեստավորել ու հնարավորինս խնայել։ Գյուղի առաջի բնակիչներից եմ, որ նոր եկել ենք ջրամատակարարումը եղել է մի թեթև սարից են բերել, հա, ու տենց ասենք եղել է ընդմիջումներով, երբեք մենք չենք տեսել այսպես ամենօրյա ջուր, երբեք չենք տեսել։ Մի 6 ամսից ավել է շրջօրյա ջուր ունենք, շատ հաճելի է, մարդիկ արդեն իսկական մարդուն վայր կյանքով են ապրում։ Բնակիչները շատ երախտագիտությամբ, ահա որ երախտապարտ ենք Վիոլա ջրին, երբ կանչենք տվել չէ բար չկա, վթարը տեղում վերացել է հենց նույն օրը։ Այս փոփոխության հիմքում մոտ 1.5 տարի տևած աշխատանքն է։ Վիոլա ջրի ուսումնասիրությունների արդյունքում Ազատամուտում հայտնաբերվել է նոր ջրային հոր։ Հորատվել է հորը, տեղադրվել պոմպ, կառուցվել շուրջ 600 մետր նոր ջրագիծ, որն էլ միացվել է գործող համակարգին։ Բացի դրանից կառուցվել է նոր պոմպակայան անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածքներով։ Եթե նախկինում համակարգը վայրկյանում շուրջ 4 լիտր ջուր էր տալիս, այժմ այդ ծավալը հասել է վայրկյանում 10.5 լիտրի։ 10 լիտր վայրկյան ջուրը դա կնշանակի, որ Ազատամուտի ցանկացած բնակարանի ցանկացած տան օրական կարող ենք մի տոննա 200 լիտր ջուր տալ, որը որ հնարավոր չի, ընդհանրապես ասենք մի միջին ծախսը մոտավորապես 600-700 լիտր, այսինքն ջրապահանջը մոտավորապես կրկնակին արդեն ունենք։ Ամենակարևոր հարցերից մեկը նա էր, որ Ազատամուտից նաև կազմակերպում էր մեր զինմասի ջրամատակարարման խնդիրը։ Եվ այս հարցի լուծումից հետո արդեն զինվորների ջրամատակարարումն էլ դարձավ 24 ժամ։ Ջրի մշտական հասանելիությունն Ազատամուտում փոխել է ոչ միայն մարդկանց կենցաղը, բնակիչները նկատում են փոխվել է նաև գյուղի առօրյայի ռիթմը։ Չկա այն մշտական անհանգստությունը, որ մի քանի ժամից ծորակը կրկին չորանալու է։ Մշտական ջուր ունենալը ցանկացած Ազատամուտցու երազանքն է եղել։ Ազատամուտը բավականաչափ աշխուժացել է հենց մշտական ջրի արկայության պայմաններում։ Ազատամուտը աշխուժացել է, շատերն են ուզում, բնակարանների, նաև դրա հետ է կապված, եւ վարձակալությունը, եւ բնակարանների արժեքը բարձրացել է։ Իհարկե այլ խնդիրներ էլ ունենք, մենք ցանկանայինք մեր կառավարությանը թեկուզ միջհամայնքային այս ճանապարհների հարց, աշխատատեղերի հարց եւ այլ հարցեր բարձրացնել, բայց հիմքում ընկած է ջուրը։ Ցանկացած համայնքի զարգացման հիմքում ընկած է ջուրը։ Ազատամուտում ջրի խնդիրը փոխանցվել է սերնդից սերունդ դույլերով ջուր բերելու հիշողությունից մինչև ժամերով ջրի գալուն սպասելը։ Այսօր այդ պատմությունը կարծես նորեջ է մտնում։ Ծրագրի իրականացման գործում միավորվել են համայնքի, պետության եւ Վեոլիա ջրի համատեղ ջանքերը։ Ջրային կոմիտեի նախագահի կարծիքով Ազատամուտի դեպքում առանձնահատուկ է այն, որ ջրաղբյուրի որոնումն ու անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումը իրականացրել է ընկերությունը սեփական ուսումնասիրությունների եւ միջոցների հաշվին։ Ազատամուտում այս աշխատանքը մի քանի առումով օրինակելի է։ Առաջինը, ինչպես նշեցի, համագործակցությունը, որը շատ սերտ ու շատ հաջող համագործակցություն է եղել։ Երկրորդը այն, որ Վեոլիան սեփական նախաձեռնությամբ, սեփական ուսումնասիրություններով հայտնաբերել է ջրաղբյուրը եւ սեփական միջոցներով կառուցել է պոմպակայանը եւ հարակից տարածքը, որի բացումը պաշտոնապես արեցինք այսօր։ Սա օրինակ է, որ
այն գումարները, որոնք մենք որպես ջրօգտագործողներ վճարում ենք, վերադարձվում է համակարգին, վերադարձվում է Հայաստանի Հանրապետության բնակիչներին, քաղաքացիներին եւ բոլոր նրանց, ովքեր բնակվում են Հայաստանում։ Այս պատմական իրադարձությունը նշանավորվում է Պոմպակայանի հարակից տարածքում ծառատում կազմակերպելով։ Ծառերը առաջին ջուրը ստանում են հենց նույն տարածքի ջրաղբյուրից մղվող ջրից։ Բնակավայրի համար 24-ժամյա ջրամատակարարման ապահովումը չի դիտարկվում որպես հերթական ենթակառուցվածքային ծրագիր։ Այն շրջադարձային փոփոխություն է ու հրաժեշտ տասնամյակներ շարունակ ազատամուտում առկա ջրի խնդիրներին։ Լողալու համար չնախատեսված վայրերն անվտանգ են թվում միայն առաջին հայացքից։ Մեկ անզգույշ քայլ եւ հետևանքը կարող է անդառնալի լինել։ Գետերի եւ ջրանցքների եզրերով կամ վտանգավոր հատվածներով անցնելու փորձը, ինչպես նաեւ ջրվեժներից կամ բարձրություններից ջուրը ցատկելը կարող են ջրահեղձումների պատճառ դառնալ։ Ջրանցքներում վտանգը կրկնապատկում է սահուն բետոնե պատերը, որոնցից բռնվելն ու ինքնուրույն դուրս գալը գրեթե անհնար է։ Գետերի ոչ մեծ խորությունը նույնպես անվտանգության երաշխիք չէ։ Ջրի արագ հոսքի, քարքարոտ հատակի կամ այլ խոչընդոտների պատճառով մարդը կարող է կորցնել հավասարակշռությունը եւ տրվելով հոսանքին չկարողանալ դուրս գալ ափ։ Վտանգավոր է նաեւ բարձրությունից ջուրը ցատկելը։ Այս դեպքում վնասվածք ստանալու ռիսկն առավել քան մեծ է։ Կոչ եմ անում բոլորին, նաև այն զբոսաշրջիկներին, որոնք հանդեսանում են Հայաստանի Հանրապետությունում, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, չթույլատրելի վայրերում չփորձել լողալ, ինչպես նաև հետևողական լինել իրենց հետ գտնվող անչափահասների նկատմամբ։ Ջրահեղձության դեպքերի պատճառը անվտանգության կանոնները չպահպանելն է։ Հատկանշական է, որ հանրապետության ամենամեծ ջրային ավազանի Սևանա լճի հանրային լողափերում, որտեղ ներքին գործերի նախարարության ջրափրկարարներն ու ջրային պարեկներ ուժեղացված ծառայություն են իրականացնում, ջրահեղձության դեպքեր չեն արձանագրվել։ Սևան ազգային պարկի հանրային 1, 2, 3 եւ Շողակաթ համայնքի հանրային լողափերում իրականացվում է շուրջօրյա ծառայություն, ինչպես նաեւ ջրային հատվածներում եւ հանրային վայրերում իրականացնում է իրազեկման աշխատանքներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։ Հարգելի քաղաքացիներ, փրկարար ծառայությունը զգուշացնում է, պահպանեք անվտանգության կանոնները։ Կանխարգելիչ միջոցառումներն առավել արդյունավետ են, երբ քաղաքացիները դրսևորում են պատասխանատու վարքագիծ, ցուցաբերում են զգոնություն եւ հետեւում են ներքին գործերի նախարարության ծառայողների հորդորներին։ Հարգելի քաղաքացիներ, ջրային տարածքներում գտնվելիս պահպանեք անվտանգության կանոնները, եղեք սկոնձեր եւ շրջապատող անձանց նկատմամբ։ Մի քայլեք գետերի ու ջրանցքների վտանգավոր եզրերով, մի փորձեք հատել դրանք չնախատեսված հատվածներով։ Իսկ անհրաժեշտության դեպքում հիշեք, օգնության հեռախոսահամարը 112-ն է։ Վերջին երկու շաբաթների ընթացքում ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր էին ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ են կատարվում։ Հափշտակվել էին խաչեր, գավաթներ, նյուրոնաամաններ եւ եկեղեցական այլ պարագաներ։ Համայնքային ոստիկանության աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, ինչպես նաեւ Արտաշատի, Արարատի, Արմավիրի բաժինների եւ պարեկների հետ։ Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի բնակիչ 30 եւ 38-ամյա տղամարդիկ։ Օգոստոսի 14-ին ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհին Շահումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվեցին, գողություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվեցին եւ Nissan Magnich-ի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Արտաշատի բաժին, իսկ մեքենան պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է նաեւ, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել, գողոնի մնացած մասը հայտնաբերվեց մեքենայի ականհայտ տեսանելի հատվածում։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրու 48-ամյա բնակիչը Ջրաձոր գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության կազմակերպում է ապօրինի հանքարդյունաբերություն։ Օգոստոսի 12-ին ձեռնարկած միջոցառման արդյունքում հիշյալ վայրում հայտնաբերվել են հատուկ տեխնիկա եւ խճաքարի հումքով բարձած երկու բեռնատար։ Բաց բաժնետիրական մի ընկերությանը պատկանող թրթուրավոր տեխնիկայի եւ բեռնատարի երկու վարորդները ներկայացվել են վարչություն։ Ըստ փաստական տվյալների, ապօրինի արդյունը հանված խճաքարը 10 բեռնատարներով տեղափոխվել է բաց բաժնետիրական նույն ընկերության տարածք։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։